Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօրվա մեր թողարկումը նվիրված է բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման մեխանիզմին։ Այս թեմայի շուրջ զրուցելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ, երեխայի իրավունքների հարցերով միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանին։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, աշխարհում 12-ից 15 տարեկան երեխաների շրջանակում մոտավորապես 150 միլիոն եւ ավել երեխաներ ենթարկվում են բուլինգի։ Եվ այստեղ խնդիրը այն է, որ վիճակագրության հետ մեկտեղ նաեւ հայտնաբերել այն երեխաներին, որոնց վերաբերյալ վիճակագրությունը չկա կամ շատ լավ թաքցվում է հաճախ։ Հայաստանի Հանրապետությունում բուլինգի մասին շատ է խոսվում, միջոցներ են ձեռնարկվում, օմբուդսմենը իր տարեկան զեկույցները եւ դրանից դուրս շրջանակներում եւ ընդհանրապես կարելի ասել իրավական մեխանիզմները այսպես բավականին մշակված են, բայց երբ հերթը գալիս է նրան, երբ պետք է հայտնաբերել, այստեղ մենք ունենք խնդիր։ Եվ իդրաֆտում այսօր տեղակայված է ըստ էության բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության եւ կանխարգելիչ միջոցառումների սահմանող կարգի վերաբերյալ կառավարության որոշումը։ Եկեք սկսենք հետեւյալից։ Նախ հիշեցնենք մեր ռադիոլսողներին ինչ է բուլինգը, այնուհետև նշված կառավարության որոշման նախագծի էությանը անդրադառնանք։ Շնորհակալություն հարցի համար, նայեք, խնդիրը կայանում է հետևյալում, որ այո, բուլինգի մասին շատ են խոսում, բայց ցավոք սրտի մենք չունեինք պատշաճ կարգավորումներ։ Եվ միայն անցյալ տարի է, որ մենք ունեցանք օրենսդրական սահմանում, որը ամրագրվեց երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին օրենքում, որի համաձայն բուլինգը իրենից ներկայացնում է բացասական վարքագիծ, որը կարող է լինել տհաճ կամ վիրավորական, կարող է իրականացվել մի անձի կողմից, մի խումբ անձանց կողմից, պարտադիր հատկանիշ է, որ կատարվի պարբերաբար եւ իրականացվի նաեւ դիտավորությամբ։ Իհարկե, որպես բուլինգի հիմք դիտվում է այդ երեխայի որոշակի առանձնահատկությունները, իր վարքով պայմանավորված, խոցելիությամբ պայմանավորված, երբ որ նրան թիրախավորում են եւ թիրախավորելով ինչ որ մի հատկանիշի պատճառով սկսում են այդ տհաճ վարքագիծը դրսևորել։ Ավելին, որպես բուլինգի տարատեսակ օրենքը ամրագրեց նաև կիբերբուլինգը, այսինքն երբ որ դա իրականացվում է առցանց միջավայրում, որի պայմաններում երեխան արդեն տարբեր հարթակների միջոցով, դա կլինեն, չգիտեմ, WhatsApp-յան խմբեր, Viber-յան խմբեր, Facebook եւ այլ ինչ որ մի առցանց տիրույթ, որտեղ իրան նորից թիրախավորում են։ Ընդ որում ասեմ, այդ փոփոխությունը իրականացվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ եւ հիմա այս բոլոր նախագծերը, որոնք որ մշակվում են, նույն տրամաբանությամբ են մշակվում։ Եվ իհարկե շատ ճիշտ դուք նշեցիք, որ բուլինգը ունի շատ մեծ լատենտայնություն, այսինքն այն վիճակագրությունը, որի մասին խոսում ենք, ինքը երբեք չի արտահայտում այն իրական պատկերը, որը որ կա։ Ինչու, որովհետև երեխաները շատ դեպքերով չեն կիսվում դրա մասին, կամ երբ որ արդեն ներկայացնում են, լինում է բավականին ուշ եւ բուլինգը երբեմն կարող է տևել անգամ տարիներ։ Իսկ մարդիկ կան, որ բարձրաձայնում են բուլինգի մասին անգամ չափած դառնալուց հետո, զուտ ինչ որ մի միջոցառման ժամանակ ասելով ես էլ եմ ենթարկվել այդ բացասական վարքագծի, իմ նկատմամբ են իրականացվել վիրավորական ինչ որ քայլեր համադասարանցիների կամ դպրոցի այլ աշակերտների կամ անգամ ուսուցիչների կողմից եւ այլն։ Շատ կարևոր է այս մասին անդրադարձակ հասկացություն հայտնաբերման լատենտայնության այս բոլոր խնդիրները իրար հետ կապված են։ Եկեք սկսենք հետեւյալից։ Նախ խնդրում եմ նշել կառավարության որոշման նախագծի նպատակը որն է։ Մենք շերտ առ շերտ կանդրադառնանք, բայց նաև խնդրում եմ այս հարցն էլ եթե կարելի է ծածկենք։ Դուք նշեցիք ձեր խոսքում, որ մարդիկ տարիներ հետո խոստովանում են, այսինքն մենք այստեղ ունենում ենք հաղթահարված իրավիճակ, երբ որ մարդը լռել է, բայց հասունության ուժով այդ խնդիրը հաղթահարել է, բայց եկեք տեսնենք մեր այս կառավարության որոշումը ըստ էության ներկայի բուլինգի դեպքերին միտված չէ ապագային, որտեղ հետևանքների հետ կապված, որտեղ սա էլ է շատ կարևոր, երբ որ մարդիկ կան հաղթահարում են հասունության եւ այլ գործոնների ուժով, մարդիկ կան չեն հաղթահարում եւ ենթագիտակցության մեջ մնում են ինչ որ խնդիրներ, որոնք ըստ էության հոգեբանական համապատասխան աշխատանքի դեպքում նոր բացահայտվում են։ Այդ կառավարության նախագիծը միայն ներկային է միտված կարգավորմանը։ Նայեք, քանի որ բուլինգը հանդիսանում է բռնության մասնավոր դրսևորում, իր նկատմամբ կիրառելի է բռնության բացահայտման, հայտնաբերման կարգը նույնպես, որը 2024 թվականին է ընդունվել նորից կառավարության որոշման, բայց
Քանի որ բուլինգը ունի իր առանձնահատկությունները եւ երեխայի իրավունքների եւ պաշտպանության համակարգի մասին օրենքը հատուկ նախատեսել էր լիազորող նորմ, որով կներկայացվեն բուլինգի հայտնաբերման եւ ուղղորդման հետ կապված բոլոր առանձնահատկությունները։ Դրանով պայմանավորված նախագծվեց այդ որոշումը։ Որոշումը միանշանակ նորից հղում կատարում է այդ 2024 թվականի 479-ին կառավարության որոշմանը, որով որ կարգավորվում է նաև բռնության հայտնաբերման դեպքերը, բայց մենակ այն մասով, որը որ կարգավորված չէ այս նոր նախագծով։ Եվ այս նոր նախագիծը ունի երկու մեխանիզմ։ Ինքը նախատեսում է եւ արձագանքում եւ կանխարգելում։ Այսինքն մեկը ձեր ասած տարբերակով, եթե դեպքը արդեն տեղի ունեցել, ինչ պետք է իրականացնեն պատկան մարմինները, մասնավորապես խոսքը գնում է սոցիալական աշխատողների մասին, խոսքը գնում է կոնկրետ հաստատության մասին, մասնավորապես տնօրենի մասին, ով պետք է որպես այդ կազմակերպությունը ղեկավարող անձ կարողանա հստակ կարգավորի եւ աջակցի այդ երեխաներին։ Իրողությունը տատելու համար կարող ենք ասել, որ կրթական հաստատություններով է սահմանափակվում այս հայտնաբերման մեխանիզմը։ Նայեք, փաստացի ինքը վերաբերվում է տարբեր հաստատություններին, բայց տրամաբանականը շեշտը դրվելու է հենց հիմնականում կրթական հաստատությունների վրա եւ օգտագործվել է այս նախագծի մշակման դեպքում հենց դպրոցներում արկա մոդելը բազմամասնագիտական թիմերի տրամաբանությամբ գործելու եւ տարբեր մասնագետների կողմից երեխային պատշաճ աջակցություն տրամադրելու։ Եվ բացի այդ արձագանքման մեխանիզմից, որը որ իրականացվելու է այդ ամբողջ խմբի կողմից, լինելու է նաև կանխարգելում։ Այսինքն ինչ անենք, որպեսզի այդ դեպքերը չլինեն։ Ցավոք սրտի, բուլինգը ինքը միշտ էր եղել է եւ խորհրդային տարիների ժամանակ եւ հիմա ուղղակի խնդիրը հիմա ավելի է սրացել, պայմանավորված նրանով, որ երեխաները ունեն հեռախոսներ, երեխաները տեսաձայնագրում են դա, երեխաները դա տեղադրում են համացանց, երբեմն դա ճակերտավոր գովազդի տեսք է ստանում եւ մյուս երեխաները տեսնելով դա, հասկանալով, որ կարելի է այդ եղանակով ճակերտավոր չար կատակ անել, միանշանակ կրկնում են եւ գործում են ավելի մասշտաբային տարբերակներով, ավելի ծանր ինչ-որ դրսևորումներ իրականացնելով։ Նայեք, այս վերջերս ընդամենը մի տեսանյութ էր տարածվել, որտեղ երկու անչափահասներ հարվածում էին մեկ այլ անչափահասներին, խոսքը 3 աղջիկների մասին էր, եւ եթե դիտարկենք, թե ինչ մեկնաբանություն է գրում հասարակությունը, արդեն պարզ է, թե ինչ խնդիրներ մենք ունենք նույն այդ բուլինգի կանխարգելման, արձագանքման եւ այլ գործողություններ կատարելու, որովհետեւ ցավոք սրտի երբեմն մեր հասարակությունը ինքը նպաստում է այդ երևույթի տարածմանը իր արտահայտություններով, իր գնահատականներով կամ երբեմն նաեւ կարծրատիպային մոտեցումներով։ Եվ ավելի փոքր լոկալ միկրոմիջավայրում հենց մասնակցությամբ համադասարանցիների կողմից այդ խմբային բուլինգի դրսևորումները բավականին երբեմն մեկ դասարանով չեն սահմանափակվում, այսպես զուգահեռ դասարաններից են միանում այդ բուլինգի գործընթացին։ Շատ բարի, հայտնաբերումը, պարոն Թոմասյան, շատ կարևոր է, իսկապես այլ հարց է, թե որքան ինչպես կգործի հայտնաբերման մեխանիզմը, բայց շատ կարևոր է նաև հասկանալ նախագիծը ինչ հայտնաբերման ուղղություններ, մեխանիզմներ է որպես այդպիսին նախատեսում։ Եք շատ ճիշտ եք ներկայացնում, որ օրենսդրական բազայի ստեղծումը դա ընդհանրապես առաջի քայլն է, որից հետո լինելու է մասնագետների պատրաստում եւ արդեն համապատասխան գործիքակազմով իրենց աշխատանքի իրականացում։ Տրամաբանական է, որ հայտնաբերան մեխանիզմները շատ պարզ են ներկայացված, դա երեխաների հետ զրույցներն են, շփումն է, դիտարկումն է որպես մեխանիզմ, որպեսզի տեսնեն երեխայի վարքի փոփոխության մասին ինչ որ կան վիզուալ կամ ոչ վիզուալ, վերբալ կամ ոչ վերբալ ինչ որ հատկանիշներ, ավելի նույն այդ նախագծում նշված են տարբեր դրսևորումների առանձնահատկություններ, օրինակ սոցիալական տեսանկյունից ոնց կարող է դա անդրադառնալ նրա շփման շրջանակի վրա, ֆիզիկական փոփոխություններ կարող են լինել, հոգեբանական փոփոխություններ, առաջադիմության վրա ազդել եւ այդ բոլոր ցուցանիշները հստակ ֆիքսված են։ Տրամաբանական է, որ դպրոցի կամ ցանկացած այլ կազմակերպության հոգեբան կամ սոցիալական աշխատող, որը որ նկատի այդ խնդիրները, պետք է դրա մասին տեղեկացնի համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողին։ Սա նոր ինստիտուտ է, որը որ ներդրվելու է Հայաստանի Հանրապետությունում, դա համայնքային ծառայողների ինստիտուտ է, ովքեր որ պետության կողմից պատվիրակված ծառայություն են իրականացնելու
բացառապես երեխաների պաշտպանության համատեքստում։ Այսինքն առարկայական միայն բուլինգը չի լինելու։ Այո, միայն երեխաների պաշտպանությունն է լինելու, իրանք լինելու են երեխաների պաշտպանության դեպք վարողները, որի մեջ մտնում են բռնության բոլոր դրսևորումները, դրանց կանխումը, բուլինգը, համապատասխան աջակցությունը երեխային վերապատրաստված լինելու սոցիալական ծառայողները, որտեղ սա այլ խնդիր է, երբեմն ցավոք ուսուցիչները, սոցիալական աշխատողները այլ երկրում եւս կարող են բուլինգի տարեր կիրառել երեխաների նկատմամբ, երբեմն չիմացության, երբեմն էլ միտումնավոր։ Այ կարող ենք ասել, որ իրենք բավականաչափ վերապատրաստված կլինեն եւ կբացառենք այս վարքագիծը վերջին կողմից։ Այդ առաջի փուլը օրենսդրական բազայի ստեղծումը ինքը նույնպես ունի ենթափուլեր։ Եվ երբ որ ընդունվի կառավարության որոշումը, հաջորդ քայլը լինելու է համապատասխան այլ ենթաօրենսդրական ակտերի մշակում եւ ընդունում ներառյալ նաև ուղեցույցներ։ Եվ այդ ուղեցույցների հիման վրա իրականացվելու են վերապատրաստումներ, որտեղ որ նշված են լինելու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև վարվեցողության կանոններ, ոնց պետք է հարցազրույց վարել երեխայի հետ, որ հարցերն են թույլատրելի, որ հարցերը թույլատրելի չեն եւ այլն։ Ավելին ասեմ, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ինքը իրականացրել է նման վերապատրաստում, որը իրականացվել է դպրոցների հոգեբանների հետ։ Եվ արդեն հոգեբանները ունեն անհրաժեշտ հմտություններ, օրինակ ինչպես մոտենալ երեխային, կամ որ հարցին ինչպես արձագանքել, կամ ինչպես գնահատել նրա վարքագիծը այս կամ այն իրավիճակում, որովհետև նամանավանդ բուլինգի ենթարկված երեխաները իրենք շատ դեպքերում դժվար են կոնտակտի գնում։ Իրանք շատ դեպքերում այո չեն փորձում պաշտպանել իրենց, մտածելով, որ դե դասարան է, ոչինչ նորմալ է եւ երբեմն դա շատ ծայրահեղ ծանր վիճակների է հասնում, երբ որ երեխան արդեն ստիպված, արդեն պորտկումային տարբերակով ինչ որ ձևով բարձրաձայնում է տեղի ունեցած խնդրի մասին։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ այդ թաքնված հատկանիշները հնարավոր լինի բացահայտել, որ պարտադիր չէ սպասել, որ երեխան գա եւ ասի, գիտեք ինչ կա, ինձ ծաղրում են, վիրավորում են, կոպտում են եւ այլն, այ մասնագետը կարողանա երեխայի նստելու դիրքից, նրա վիճակից։ Այսինքն հենց մասնագետը փորձի այդ նշանները տեսնել, իդենտիֆիկացնել խնդրի առկայությունը։ Նույնականացումը իրականացվելու է հենց այդ հատկանիշների հիման վրա, որովհետեւ այստեղ շատ կարևոր է նման մոտեցումների պարզումը։ Եվ ավելին ասեմ, երեխայի նկատմամբ բուլինգը դա ոչ միայն երեխաների կողմից է իրականացվում, այլ նաև մեծահասակների։ Նայեք, պարոն Թոմասյան, ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, երեխաների դեպքում կարծես թե այդ մեխանիզմը շատ լավ մշակված է։ Այդ մեխանիզմը, որը նախատեսված է նախագծում, արդյոք ամբողջությամբ կիրառելի է ուսուցիչների պարագայում։ Օրինակ, ես ուսուցիչներ գիտեմ, որոնք երեխային ֆիզիկական հատկանիշներից ելնելով ինչ որ ոչ բարեհնչյուն վիրավորական անգամ արտահայտություններ են հնչեցնում երեխաների հանդեպ, անգամ որ դպրոցի տնօրինությունը փորձում է ինչ որ եղանակներով պարզել, ուսուցիչը փորձում է երեխաներին, մյուս երեխաներին լրացնել եւ փորձում են ինչ որ ձևով հայկական տարբերակով կենցաղային ասած փակել այդ ծածկադմփոցանել, մի քիչ բառը շատ կենցաղային է, բայց այս երեխաների ցավոք սրտի կամ մեր մշակույթում, այ ոնց պետք է լինի այս մեխանիզմի կիրառումը ուսուցիչների կա առանձնահատկություններ, նույնությամբ է գործում, նույն արդյունավետությամբ կգործի։ Նայեք, այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է հստակ տարանջատենք։ Սա արդյոք ընդհանրապես բուլինգ է, որը որ չի հատել քրորեն պատժելի սահմանը, թե արդեն բուլինգի այն դրսևորումն է, որը քրորեն պատժելի է։ Նայեք, քանի որ բուլինգը բռնության տեսակ է, իսկ ինչպես մենք գիտենք, բոլոր բռնության տեսակները բաժանվում են երկու մեծ խմբի՝ քրորեն պատժելի եւ ոչ պատժելի։ Նույն ձևով բուլինգն է իր բոլոր դրսևորումներով։ Օրինակ, եթե ինչ-որ վիրավորական խոսք են ընդհանրապես ասել, ինքը չի դիտվում որպես քրորեն պատժելի բուլինգ եւ տվյալ դեպքում նույն այդ ուսուցչի նկատմամբ որպես հետևանք պետք է լինի ծառայողական քննություն եւ այլն։ Ավելին, մասնագիտացված սոցիալական աշխատողը ինքը աշխատում է բոլոր բուլինգի ենթարկված երեխաների հետ եւ ինքը չի տարանջատում այդ երեխային ըստ նրա, թե ով է եղել բուլերը եւ ով է այդ վնասը պատճառել երեխային։ Այլ հարց է, որ դրանից հետո պատշաճ արձագանքը ինքը իրականացվելու է արդեն այլ ուղղությամբ։ Եթե պարզվում է, որ դա իրականացրել է ինչ-որ մի աշխատող, որը որ պարբերաբար երեխային դիտավորությամբ այդ տհաճ վարքագիծն է պատճառել եւ նամանավանդ եթե մենք ունենանք ինչ-որ հետևանքներ, սա արդեն հիմք է հանդիսանալու, որպիսի տեղեկությունը փոխանցվի տարածքային ոստիկանություն, որովհետեւ քանի որ ցանկացած բռնության պարագայում ունենք երկու հիմնական պատասխանատու մարմին, դա տարածքային ոստիկանություն
ոստիկանությունն է եւ համայնքի մասնագիտացված սոցիալական աշխատողը, արդեն այդ իրավական գնահատականը համապատասխան հաղորդում ներկայացնել է հանցագործության մասին եւ մնացած այլ քայլերը լինելու են այդ ոստիկանի գործառույթը։ Եվ եթե ուսուցիչը կապ չունի ինքը պետական, համայնքային, թե մասնավոր դպրոցի ուսուցիչ է, ինքը ենթարկվելու է պատասխանատվության, եթե իր արարքում լինեն լիազորությունների չարաշահում։ Իհարկե հոդվածները տարբեր են, մեկը վերաբերվում է պաշտոնատար անձի կողմից նման գործողություններ կատարելուն, մյուսը վերաբերվում է մասնավոր ոլորտում նման գործունեություն իրականացնելուն, բայց բոլոր դեպքերում դա բաժելի արար կդառնա։ Պարոն Թոմասյան, շատ լավ է, որ կարգը բարձր օրենքից բխող է, բայց այնուամենայնիվ լավ է, որ մշակված է, չի ցկցկվել ժամկետային իմաստով էլ եւ հույս է առաջացնում, որ դա կաշխատի կգործի, բայց գիտենք, որ հանրությունում ցանկացած կան խմբեր մասնագիտությունների, որոնք ըստ էության այդ պատասխանատվության տակ չեն ընկնում։ Եվ իհարկե այս ոլորտում կիրառել չի, բայց բժիշկներն են միշտ, որոնք որ գրեթե պատասխանատվության չեն ենթարկում իրենց սխալների համար եւ բարեբախտաբար եւ դժբախտաբար ուսուցիչները եւս այդ խմբի մաս են կազմում։ Հիմա որքանով որ կարող ենք մենք իհարկե ծառայական քննության մասին ասվեց մեխանիզմի հայտնաբերման եւ այլն, որքանով կարող ենք ասել այդ երաշխիքները կան գոնե իրավական մակարդակով, օրենսդրական մակարդակով, որ ուսուցիչների հայտնաբերման մեխանիզմը, որտեղ մենք գիտենք, որ ուսուցիչները գրեթե դպրոցի տնօրինության աջակցությունից օգտվելով, հաճախ նույնիսկ չգիտակցելով, որ վիրավորում են երեխաներին, այդ պրակտիկայով առաջնորդվում են, եթե կրթական որոշակի հաճախ ցավոք լինում է գիտելիքների մեջ պաշար, բայց շփման մշակույթի շատ մեծ բաց։ Այստեղ ոնց ենք հասկանալու։ Եվ իրոք միանշանակ, այո, շատ արդի հարց է, ավելին ասեմ, միշտ որ միջազգային կազմակերպությունները գնահատում են մեր օրենսդրությունը, նույն երեխաների պաշտպանության համատեքստում միշտ եղել է հետևյալ գնահատականը, որ մեր օրենսդրությունը անհամեմատ ավելի լավն է, քան այն պրակտիկան, որը ունենք։ Եվ որպես բացասական երևույթ միշտ նկարագրվել է մասնագետների մասնակի ջանասիրությունը եւ մասնագետների կողմից երբեմն տարբեր գործերին ոչ օբյեկտիվ գնահատական տալը։ Եվ այս հանգամանքում միանշանակ կարևորվում է, որ այն ուսուցիչը կամ այն հոգեբանը, որը նկատում է ինչ-որ մի խնդիր, չլինի կաշկանդված իր գործողություններով։ Իհարկե կարգերը նախատեսված են այդ կազմակերպությունների ներքին ակտերով եւ նախատեսում են, որ տրամաբանական վերադասության կարգով դա պետք է ներկայացվի տնօրեններին, իսկ այստեղ մեր մոտ համար մեկ խնդիրն է ի հայտ գալիս, որովհետեւ ոչ բոլոր տնօրեններն են ցավոք սրտի բաց գործընկերային եւ ցանկանում են իրենց դպրոցում տեղի ունեցած խնդիրը բարձրաձայնել, առավել եւս տարածել համայնքի աշխատակազմին կամ ոստիկանություն կամ ինչ-որ այլ կազմակերպությունների եւ իրենք փորձում են իրենց եղանակներով իրենց ներքին խոհանոցը ինչ-որ ձևով լուծել։ Շատ դեպքերում դա անարդյունավետ է գործում, որովհետև նույն այդ բռնություն կամ բուլինգ իրականացնողը տեսնելով իր անպատժելիությունը ավելի է ոգևորվում եւ սկսում է իրականացնել այնպիսի քայլեր, որոնք որ ավելի են բարդացնում թե երեխայի վիճակը, թե նաեւ անդրադառնում են այլ անձանց կողմից բուլինգ իրականացնելուն, որովհետև կրկնօրինակումը նամանավան դեռահասության տարիքային փուլում ինքը շատ տարածված երևույթ է եւ եթե օրինակ առաջին անգամ տնօրենի կամ ուսուցչի կողմից ինչ-որ պատահական վիրավորական ինչ-որ արտահայտություն ասվեց կամ արտահայտություն ասեց, որը որ ծաղրի առարկա դարձավ կոնկրետ աշակերտի նկատմամբ, հետագայում դա արդեն դառնում է պիտակ, հետագայում դա դառնում է դոգմա, հետագայում դա դառնում է ամենօրյա այդ ճնշում տառապանք պատճառելու այո, ինչ որ մի առիթ եւ փոխվում են դրա իրականացման եղանակները։ Նայեք ինչն է շատ կարևոր, որ նույն այդ կարգում հատուկ նախատեսվել է, որ երեխաների հետ աշխատող մասնագետները իրենք փուլային զրույցներ պետք է իրականացնեն դեպքը պարզելու համար։ Առաջինը տրամաբանական է, խոսելու են բուլինգի ենթարկված երեխայի հետ, հետո խոսելու են բուլինգ գործադրած երեխայի հետ, հետո բուլինգի ականատես երեխաների հետ։ Այսինքն սա արվում է հատուկ, որպեսզի հնարավորինս ամբողջական պարզեն այդ իրավիճակը, այո, ինչ է տեղի ունեցել եւ տան համապատասխան
համապատասխան գնահատական։ Եվ բացի դրանից մենք պետք է հիշենք, որ եթե նույն բուլինգ գործադրողը եւ բուլինգի ենթարկվածը երեխաներ են, երկուսն էլ ունեն լավագույն շահերով առաջնորդվելու տարբերակ։ Եվ չնայած առաջնահերթությունը տրամաբանական է, տրվելու է բուլինգի ենթարկված երեխային, բայց այդ բուլինգ գործադրող երեխայի լավագույն շահն էլ պետք է հնարավորինս պաշտպանվի։ Այսինքն աշխատանք է տարվելու երեխայի հետ, որովհետև եթե երեխան գնացել է բուլինգի իրականացման, նշանակում է նրա մոտ էլ կան որոշակի հոգեբանական խնդիրներ, որոնց առնչությամբ ինքը կատարում է այդ վարքագիծը։ Միգուցե նրա մոտ դա ինքնապաշտպանական ռեակցիա է, միգուցե ինքը դրանով փորձում է ինչ-որ մի բան կոծկել, միգուցե դա գալիս է այն տրավմայից, որը ժամանակին ինքն է ստացել մեկ այլ դպրոցում կամ ընտանիքում, եւ հիմա ինքը դրանով ինքնահաստատվում է այլ երեխաների նման ճնշում գործադրելով, եւ նայեք ինչն է հետաքրքիր, որ մասնագիտական տեսանկյունից իրավիճակները կարող են շատ տարբեր լինել, եւ այդ բացառությունները իհարկե արդեն բացվելու են ուղեցույցներում։ Ընդհանրապես մի օրինակ ներկայացվի, որ ավելի բարձ լինի բոլորի համար։ Մենք ունենք որոշակի օրինաչափություններ, այսինքն ինչպես է իրեն պահում բուլինգի ենթարկված կամ բռնության ենթարկված երեխան առհասարակ։ Եվ բոլորի պատկերացմամբ, եթե երեխան ենթարկվել է այդ երևույթներին, իր ամոթ պետք է առաջադիմությունը ցածր լինի, ինքը չպետք է հետաքրքրված լինի, այո, դասընթացներով, բայց պրակտիկայում լինում են դեպքեր, երբ որ երեխայի առաջադիմությունը անհամեմատ դրական միտում է դրսևորում եւ օրինակ բավարար միջինից ցածր գնահատականներ ստացող երեխան սկսում է գերազանց սովորել։ Ոստին դրական կողմերը են դրական կողմը երբեմն լինում է այդ նույն բռնության կամ բուլինգի անմիջական հետևանք։ Եվ երբ որ նկատեցին, որ ճիշտ է երեխայի առաջադիմությունը անհամեմատ լավարկվել է, բայց երեխան դառել է քնկոտ։ Երեխան բավականին հոգնած է, նրա արտաքին տեսքը փոխվել է, նա անկճված տեսք ունի եւ այլը, եւ ինչ էր պարզվել, որ այդ երեխայի նկատմամբ կիրառվել էին տարբեր տեսակի հոգեբանական սպառնալիքներ զուտ նրա առաջադիմությունը ավելացնելու համար։ Եվ երեխան վնասելով իրեն, այսինքն չքնելով, ուրիշի փոխարեն դասերը անելով, իրականացնելով լիքը այլ նմանատիպ գործողություններ, որոնք իրեն ֆիզիկապես հյուծում էին, համ ինքն էր սովորում, համ ուրիշի դասներ անում, բայց քանի որ իրեն սպառնացել էին, նաև այդ սպառնալիքը տարածվել էր իր փոքրիկ քույրիկի վրա եւ այլն, երեխան այդ իր պատկերացմամբ փորձում էր պաշտպանել եւ իրեն եւ քույրիկին, բայց նույն մասնագետները շատ հեշտությամբ դա հայտնաբերեցին եւ դպրոցի հոգեբանի հետ առանձնազրույցների միջոցով երեխան կարողացավ պատմել, դեպքը բացահայտվեց, տրվեցին պատկան գնահատականները եւ այլն։ Այսինքն նայեք, սա առանձնահատկություն է, որ ինչ համակցությամբ կլինեն այն հատկանիշները, որոնք որ ուղեկցում են բուլինգը կամ բռնությունը, իրանք շատ տարբեր կարող են լինել։ Եվ ըստ մասնագետի այդ ունակությունից է տեղում կողմնորոշվել, պարզել եւ գնահատել։ Իրական պատճառները շատ բարի, ես հիշեցնեմ ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի շրջանակներում մենք խոսում ենք բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման կարգի մասին, որը ի դեպ վերջերս է մշակվել եւ այսօր գտնվում է իդրավթում, էլեկտրոնային հարթակում նորմատիվ իրավական ակտերի եւ ռադիոլսողներին կոչ եմ անում, որ կարդան, ծանոթանան իրենց դիտարկումները գրեն, միգուցե պրակտիկայից ինչ որ դեպքեր կան, որ բուլինգի ենթարկված երեխաների ծնողներն են կամ հենց երեխաներն են, որոնք կցանկանան ինչ որ առաջարկություններ հիմնավոր անել, եւ մեր հյուրն է իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ, երեխաների իրավունքների հարցերով միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը։ Պարոն Թումասյան, շարունակելով մեր զրույցը, եթե փորձենք այսպես փուլ ներկայացնել այս հայտնաբերման ողջ գործիքակազմը, դա նույնականացումն է, հայտնաբերումն է, որակումը, եթե կարող ենք գնահատականը, արձագանքը եւ երևի թե պատասխանատվությունը նոր մշտադիտարկումը, թե պատասխանատվությունը արդեն վրա կգա կախված նրանից, թե ինչ բուլինգի մասին է խոսքը գնում, բայց մշտադիտարկումը լինելու է մշտապես։ Մշտադիտարկման մասին, պարոն Թումասյան, ինչ է իրենից ներկայացնելու մշտադիտարկումը այս կոնտեքստում։ Նայեք, մշտադիտարկումը իրենից ներկայացնելու է տևական գործընթաց, որը որ 1 ամիս տևողությամբ առնվազն պետք է իրականացվի, նույն մասնագիտացված սոցիալական աշխատողը համագործակցելով թիմի ներկայացուցիչների հետ, իրենք նայելու են ինչ է փոխվում այդ երեխայի առօրյայում։ Ավելին, իրենք նայելու են այլ անձանց, այլ երեխաների
կողմից այդ երեխայի նկատմամբ շարունակվում է այդ բացասական վարքագիծը իրականացվել։ Իրազեկման աշխատանքներ են կատարվելու են աշխատանքներ նաև ծնողների հետ, ինչու, որովհետև շատ դեպքերում ծնողներն են մեղավոր լինում, որ նման իրավիճակները շարունակվում են, ավելին գոյություն ունի շատ պարզ եւ բոլորի համար շատ ընդունելի մեթոդաբանություն ծնողներին, այսպես ասած, լսելի դարձնել այդ խնդիրը։ Ինչու, որտեղ ծնողների մեծամասնությունը երեխաներին դասիրակելիս ասում են ավելի լավ է ուրիշի ծնողը լացի, քան ես։ Եվ դրանով իրենք կոչ են անում երբեմն բռնություն, երբեմն ծաղրուծանակ եւ երբեմն այլ ինչ-որ բացասական երևույթներ իրականացնել այլ երեխաների նկատմամբ։ Բայց մի քանի դեպքերի շրջանակներում մենք որ ծնողներն են այդքան ոչ գիտակից, ցավոք սրտի մենք ունենք նման դեպքեր եւ ծնողները իրենց այդ վարքագծով իրենք նպաստում են այդ երևույթին եւ նպաստում են, որպեսզի դեպքերը գնալով շատանան։ Եվ այստեղ շատ կարեւոր է ֆիքսել մի քանի օրինակներ, որոնք որ պրակտիկայում կան եւ տրամաբանական այդ մասնագիտացված վերապատրաստումների ժամանակ կներկայացվեն, որ երբ որ երեխան, որը միշտ ենթարկվում էր բուլինգի, նրա մոտ կուտակվեց այդ ամբողջ բացասական հույզերը եւ մի օր աֆեկտիվ վիճակում ինքը պատճառեց եւ միջին ծանրության մարմնական վնասված մեկին եւ թեթև մարմնական վնասված մեկ այլ անձին, աղմուկ բարձրացվեց, քրեական վարույթ եւ այլն, բայց երբ որ արդեն վարույթի շրջանակներում դա բացահայտվեց, հիմա դա դառել է օրինակ, որպեսզի այդ նույն ծնողին, որը կոչ է անում երեխային բռնությամբ ճակերտավոր պաշտպանվել, որ գիտեք ինչ կա, եթե ինքը շատ նեղի այդ երեխային, մի օր այդ երեխան ուղակի կարող է քարը վերցնել եւ խփել ձեր երեխայի գլխին։ Եվ դա կարող է անդառնալի հետևանք առաջացնել նրա համար։ Ինչից ելնելով կանխարգելումը երկուստեք երկու կողմի ծնողների կողմից պետք է գնահատվի, ընդունվի եւ իրեն կատարեն այդ աշխատանքները։ Նայեք, այստեղ շատ կարեւոր է այդ կոմունիկատիվ խնդիր իրականացնելը, դրա համար համայնքի սոցիալական աշխատողի կողմից նման մոտեցումը ինքը կարող է իրականացվել նաեւ դպրոցից դուրս, տարբեր ինչ-որ գործողություններ կատարելով եւ պատահական չէ, որ կարգը գրվել է այն տրամաբանությամբ, որ ոչ թե դպրոցի աշխատողը պետք է լինի, որտեղ ցավոք սրտի ինքը այո սահմանափակված է միայն դպրոցի ժամանակով դպրոցում արկա ինչ-որ գործողություններով, այլ համայնքի մասնագիտացված սոցաշխատողը, ով ունի ավելի լայն գործիքակազմ, լիազորություններ, հնարավորություններ եւ այլն։ Բայց ասեմ, կարգում կա հայտնաբերման եւ կանխարգելման գործողությունների ծրագիր։ Այ ինչ որ դուք նշեցիք, այդ գործողությունների ծրագիրը ծածկում է թե լրացուցիչ նաեւ գործողություններ են նախատեսվում։ Նայ, գործողությունների ծրագիրը հիմնականում դա ծածկելու է, բայց հաշվի առնելով, որ մենք խոսում ենք այնպիսի մասնագետների մասին, ովքեր ունեն նաև այլ գործառույթներ բացի բուլինգից, շատ հարցեր փակվելու են իրանց այդ գործառույթներով եւ գործիքակազմով, որը իրանք արդեն ունեն, որովհետեւ եթե ինքը գործում է ի պաշտոն է, ինքը որևիցե ձևով կաշկանդված չէ համագործակցել, ուղղորդել եւ կատարել համապատասխան այլ քայլեր, որոնք արդեն ինքը ունի եւ լիազորված է դրանց օրենքով։ Եվ իրավիճակային անհրաժեշտությունից կարող լինել։ Բան թվում նաև կա բուլինգի մասին հայտնելու հնարավորություն ըստ կարգի։ Ինչ մեխանիզմ է հայտնելու հնարավորությունը։ Ցանկացած մեխանիզմ կարող է լինել եւ անանուն լինել, եւ անվանական լինել, եւ գրավոր կարող է լինել, եւ բանավոր կարող է լինել, այսինքն մեխանիզմները շատ զանազան։ Արկղիկներ են լինելու դպրոցում, ինչ եղավ։ Ամեն ինչ, այսինքն այն ինչը դուք թվարկում եք, թե էլեկտրոնային, թե արկղիկի տեսքով, թե մնացած տարբերակներով, իրանք բոլորը գործելու են եւ տրամաբանական է, որ սկզբնական փուլում դա այդքան էլ մեծ մասշտաբայնություն ձեռք չի բերի, որովհետեւ մարդիկ միշտ որոշակի կասկածանքով են մոտենում այդ հարցին, բայց հետագայում ժամանակի ընթացքում ինչպես բոլոր թեժ գծերը, այնպես էլ այստեղ մենք ունենանք բավականին շատ արձագանքներ։ Ավելին ասեմ, շատ դեպքերում, երբ որ անձինք սկսում են արդեն արձագանքել, մենակ այդ արձագանքը ունի կանխարգելիչ նշանակություն։ Ինչու՞, որովհետև նույն համադասարանցիները իմանալով, թե կոնկրետ մեկի նկատմամբ ինչ գործողություն է կատարվել արձագանքելուց հետո, սկսում են այդ մտավախությունը կիսել եւ իրենք այլևս չեն գնում այդ բուլինգի կատարման քայլին, որովհետեւ պատկերացնում են իրական հետևանքները։ Բայց այստեղ նորից անդրադառնամ այդ հարցին, որ ամեն ինչը կախված է լինելու թե սկզբնական փուլում, որ մասնագետը որքան ջանասիրաբար եւ օբյեկտիվորեն կարձագանքի այդ դեպքերին եւ կկատարի իր գործողությունը։ Պարոն Թոմասյան, երբ ակնկալ ենք այդ կարգի կիրառման հետ կապված փոփոխությունները մոտավոր։ Նայեք, ժամանակագրական տեսանկյունից մենք
կարգը արդեն ունենք, ինքը կառավարության որոշման տեսք երբ որ ստանա, մի քանի ամսվա ընթացքում կգրվեն բոլոր ուղեցույցները եւ տրամաբանական է, որ 27 թվականի առնվազն կեսերից կունենանք արդեն վերապատրաստումներ։ Եվ այդ վերապատրաստումների շրջանակում արդեն մասնագետները զինված կլինեն պատրաստ դա իրականացնել։ Բայց իհարկե դա չի նշանակում, որ մինչև 27 թվականը որևէ գործողություն այո չի իրականացվելու, տվյալ պարագայում դա միանշանակ հեշտությամբ կիրականացվի, ուղղակի առանց մասնագիտացված սոցիալական աշխատողի, այլ սահմանափակվելով դպրոցի հոգեբանի կամ ուղղակի համայնքի սոցաշխատողի կամ այլ գերատեսչության ներկայացուցիչների միջոցով։ Իսկ դե ոստիկանությունն էլ միշտ էլ ինքը ունի պարտականություն եւ հանցագործությունների եւ իրավախախտումների դեմ պայքարելու։ Մենք ձեզ հետ կանդրադառնանք այս թեմային արդեն իսկ ընդունվելուց եւ կիրառվելուց հետո որոշակի ժամանակի անց եւ ես հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ այսօր ձեր փաստաբանը հաղորդաշարի շրջանակներում մենք զրուցում ենք բուլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման կարգի մասին եւ կոչ եմ անում ակտիվ լինել եւ իդրաֆտում նայել կարգը եւ ձեր դիտարկումները առաջարկել եւ մեր հյուրներ իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ երեխաների իրավունքների հարցերով միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը, շնորհակալություն եմ հայտնում ձեզ հետ էր հաղորդման վարող եւ հեղինակ Նարինե Սոլոմոնյանը։ Ցտեսություն։